Նման պահելակերպի պատճառը հասկանալու համար մենք առաջերտին պետք է հասկանանք, թե ինչ հնարավոր խնդիրներ է լուծում այդ անձնավորությունը։ Սակայն մինչև այդ մենք բնութագրենք այդ անձնավորությունը, դա կարմիր գծեր չունեցող մարդ է, որը էմպաթիա ապրումակցման որևէ տարեր չունի եւ ամեն ինչի ընդունակ է, եւ նաեւ պետք է հաշվի առնենք ինքը հոգեբանորեն վախի մթնոլորտի մեջ է գտնվում, որովհետեւ հասկանում է, որ այն ամենը ինչին կատարել է այս 8 տարվա ընթացքում, դա բնականաբար ենթադրում է պատասխանատվություն եւ Արցախի համար եւ բազմաթիվ զոհերի համար, որոնք իր սխալ որոշումների պատճառով էին, իսկ գուցե սխալ որոշումներ չէին, այլ ինքը ծրագրավորված է այդ ուղղությամբ գնացել եւ իրեն դրա համար են բերել իշխանության եւ այդ առումով ինքը, ես վստահ եմ, հնարավոր սցենարներ է պատրաստվում։ Սցենար 1. Եթե ինքը կարողանում է վերընտրվել, ապա ամեն ինչ նորմալ է, այդ դեպքում իրեն պետք են հանգիստ ընտրություններ։ Ես վստահ եմ, որ իրեն ներկայացնում են սոցիոլոգիական տվյալներ եւ ինքը իրավիճակը լավ պատկերացնում է եւ այս հիսերիաները, որը ինքը անում է, պետք է ենթադրել, որ հասկանում է վերարտադրվելու հնարավորություն չունի։ Եվ այո, երբ որ մենք տեսնում ենք երկրում ինչ մթնոլորտ է տիրում, ապա ամեն օր իր հնարավոր ռեյտինգը իջնում է։ Այդ առումով առաջանում է հարց. եթե ինքը չի կարող վերընտրվել եւ ինքը ամեն ինչի ընդունակ անձնավորություն է, ապա ինչ երկրորդ սցենար է ինքը պատրաստվում եւ այդ առումով ես կարծում եմ ինքը պատրաստվում է ինչ որ ուժային լուծումների։ Այսինքն, եթե ինքը վերընտրվելու հնարավորություն չունի, ապա ինքը պետք է փորձի ինչ-որ առումով տապալել այդ ընտրությունները։ Տապալելու համար ուրեմն պետք է երկրում լինի որոշակի մթնոլորտ, փոխադարձ ատելության մթնոլորտ, ինչ-որ ուժային լուծումներ լինեն, այսինքն ինչ-որ սպանություններ, կրակոցներ եւ այլն, եւ դա բերել ընտրությունների օրման եւ որոշ տեղամասերում լինեն կրակոցներ եւ այլն, ես չեմ զարմանա, որ լինեն նույնիսկ սպանություններ եւ առաջերտին թիրախում կլինեն ԿՊ-ի անդամներ, որը իրեն հիմք կտա ընտրությունները համարել անվավեր եւ դրա համար պետք կլինի հատուկ դրություն մտցնել։ Պատահական չի, որ ամսի 28-ին ռազմական շքերթ է պատրաստում եւ հայտարարել է նախորդ, որ տեխնիկան մնալու է քաղաքում եւ բացի տեխնիկայից, այդ տեխնիկայի անձնակազմը նույնպես պետք է մնա քաղաքում։ Այսինքն ինչ որ առումով ինքը այդ հատուկ դրություն է պատրաստում եւ քանի որ այդ հայտնի տեսանյութը եղավ, որ ինչ որ Ղարաբաղցիներ սպառնում են, որ իրեն կսպանեն եւ քանի որ նաեւ իր ընտրաշավի ժամանակ ինքը թիրախավորում է Ղարաբաղցիներին, արցախցիներին որպես մի խումբ, որը պատրաստ է ուժային գործողություններ իրականացնել, ապա հենց բնականաբար այդ ուժային ինչ-որ գործողություններ, եթե ինքը պատրաստի, եւ դա դնի արցախցիների վրա, դա իր համար հիմք կլինի ընտրությունները համարել անվավեր։ Այլ տարբերակ ես կարծում եմ ինքը չունի։ Ասում եք, որ պատրաստ է ամեն ինչի տակ, ինչ է թաքնված, մինչև ընտրությունը, այս փուլում։ Երբ որ ասում ենք ինքը պատրաստ է ամեն ինչի, ինքը հնարավոր սցենարներն է պատրաստում, Ես նոր քիչ առաջ ասացի, որ այս սցենարների մեջ կարող է լինել ուժային լուծումները եւ ընտրությունները անվավեր ճանաչելը։ Մենք հիշենք, որ երբ որ Եվրոմիության քաղաքացիական համայնքի համաժողով էր այստեղ պատրաստվել, որի ժամանակ հնչեցին մտքեր, որ պետք է Ռուսաստան այստեղից հեռանա, ռուսական ռազմաբազան պետք է հանել Հայաստանից, այսինքն նպատակը աշխարհաքաղաքական է։ Եվ աշխարհաքաղաքական այդ խնդիրը լուծելու համար, ապա հնարավոր այսպիսի սցենարների դեպքում, երբ որ լինեն ուժային լուծումներ, երբ որ ընտրությունները անվավեր ճանաչեն, ապա արևմուտքը դա կողջունի
հա, կասի, այ տեսեք, ինքը ժողովրդավարական անձնավորություն է, այստեղ վայրենի ժողովուրդ են, վայրենի արցախցիներ կան, որոնք չեն համակերպվում պարտության հետ, եւ ինչ անի այս մարդը, հա, այլ տարբերակ չունի։ Հիշենք 2014 թիվը Ուկրաինայում Մայդանում ինչ կատարվեց, չէ՞, 100-ից ավել մարդիկ գնդակահարվեցին եւ մինչեւ հիմա այդ գործը բացված չի, այսինքն կա Կիևի իշխանություն, դեպքը կատարվել է Մայդանում, Կիևի կենտրոնում, ամբողջովին նկարահանվել է ինչ է կատարվել եւ մենք տեսնում ենք, որ մեղավորներ չկան, ովքեր են կրակել, ինչպես են կրակել եւ այլն, հա։ Այսինքն աշխարհաքաղաքական նման խնդիրներ լուծելու ժամանակ մարդկային զոհերը եւ այլն, որ ոչ մի բան չեն նշանակում։ Հայաստանում նույնպես դա չի նշանակի։ Եվ այս ագրեսիան, որը մի կողմից ինքը անհավասարակշռված անձնավորություն է, մենք բոլորս գիտենք, բայց մյուս կողմից ինքը այդքան հիմար չի, որ չհասկանա, որ այո, հենց նման պահելակերպով ինքը փոխադարձ ատելության մթնոլորտ է ստեղծում երկրում, եւ ես կարծում եմ ինքը հենց մտածված կերպով է այդ ուղղությամբ գնում։ Դուք այս ամեն ինչի մասին երբ խոսում եք, մտավախություն չունեք, որ կարող է ընտրողը, պոտենցիալ ընդդիմադրին ընտրողը վախենա եւ այդ օրը տնից դուրս չգա ու այդպիսով կանխի օրինակ իր եւ իր ընտանիքին սպառնացող վտանգները։ Ես վստահորեն համարում եմ, որ ընտրությունների ժամանակ ընտրողը չի վախենա տնից դուրս գալու եւ կգնա ընտրություններին եւ Հայաստանի ապագան ընտրողի ձեռքում է։ Եթե այս գործող իշխանության պարտությունը լինի շատ հստակ եւ բոլորը տեսնեն, որ ճնշող մեծամասնությունն այս իշխանության դեմ է, ապա սա մի գրավական կլինի, որպեսզի իր այդ հնարավոր ուժային սցենարը հնարավոր չլինի իրագործել։ Եվ մեր ընտրողները պետք է հասկանան, որ իրենց ձեռքում է Հայաստանում արյունահեղությունը կանգնեցնել եւ Հայաստանի ըստ էության հնարավոր պետականազրկման գործընթացը կանգնեցնել։ Ընտրողից շատ բան է կախված։ Միայն ընտրողը կարող է այս գործող վարչապետի նման սցենարները կանգնեցնել։ Ինչ բովանդակություն կարող է հայտնվել մեր սոցցանցային էջերում, որոնք մենք պետք է օրինակ մտածենք, հա, սա իսկ գուցե հենց իրենք են պատրաստել, իրենք են շրջանառել, ինչ բովանդակություն կարող է հայտնվել։ Ուրեմն միանշանակ ակնհայտ է, որ նման տեսանյութերը եւ նման ուժային լուծումների սցենարները, անկարգությունները գործող իշխանությունը պետք է պատրաստի, ինչի համար, որովհետեւ մենք պետք է հարց տանք, ում է դա ձեռնտու։ Ուրեմն եթե այս գործող իշխանությունը վստահ լինի, որ ընտրությունների միջոցով իրեն կարող են վերարտադրվել, ապա բնականաբար նման սցենարների եւ գործողությունների իրենք չեն գնա։ Եթե նման տեսանյութեր են հայտնվում, դա նշանակում է իրենք կասկածում են իրենց վերընտրվելու հնարավորությունը եւ պատրաստում են այդ ուժային որոշակի լուծումների։ Այդ առումով ես կարծում եմ նման տեսարաններ, տեսանյութեր, ծծկռտուքներ եւ այլն կլինեն, չեմ բացառում, որ լինեն կրակոցներ, հնարավոր ինչ-որ սպանություններ կամ սպանությունների կազմակերպված տեսարաններ եւ այո, ես կարծում եմ իրենք այս իրավիճակում այլ տարբերակ չունեն եւ մենք պետք է պատրաստ լինենք, որ նման դեպքերը գնալով շատանալու են։ Ռեակցիան քաղաքացիների ինչպիսին պետք է լինի։ Ուրեմն քաղաքացիների ռեակցիան կախված է նրանից, թե քաղաքացիներին ով ինչպես այս ամենը կբացատրի։ Բնականաբար գործող իշխանության ձեռքում կան մեծ հնարավորություններ հանրային կարծիքը մանիպուլացնելու համար, բայց նաև ընդդիմությունը կամ ոչ միայն ընդդիմությունը, մարդիկ, որոնք այս ամեն ինչի չեն ընդունում, նույնպես ունեն այդ հնարավորությունը մարդկանց բացատրելու եւ մեր խնդիրն է դա բացատրելով այս հնարավոր սցենարները, որը պատրաստում է գործող վարչապետը, դա նշանակում է առաջերտին դա կանխարգելել եւ այս ինչի մասին մենք հիմա խոսում ենք, սա նույնպես կանխարգելման ուղղված քայլեր են։ 8 տարի անընդմեջ խոսել նախկինների մասին,
հայաստանցիներ ղարաբաղցիների մասին, դա արդեն անհնար է, դա արդեն չի աշխատում։ Առաջի հերթին մարդիկ հոգնել են, երկրորդ տարի որքանով է հիմնավոր 8 տարի իշխանություն ունեցող քաղաքական ուժը շարունակի ամեն ինչում մեղադրել նախկիններին եւ դրա վրա նախընտրական քարոզարշավ կազմակերպել։ Մենք տեսնում ենք, որ դա չի աշխատում, առավել եւս համար մեկ անդիմադիր ուժը ոչ մի դեպքում նախքին համարել հնարավոր չի եւ նաեւ կան քաղաքական ուժեր, որոնք ընդհանրապես քաղաքականության մեջ չեն եղել։ Իհարկե 19 տեխնացուների մեջ, կուսակցությունների մեջ, որոնք մասնակցում են ընտրություններին, կան ուժեր, որոնք պրոքսիներն են, գործող իշխանության սատելիտներն են, 4-ից 5 ակնհայտորեն գործող իշխանության սատելիտներն են, որոնց խաղի մեջ են մտցրել, որ գոնե մեկին կամ երկուսին կամ գոնե մեկին կարողանան ապահովել 4%-ը, որ իրենց հետ դաշինք կազմի եւ գուցե իրավիճակը փոխվի։ Դա նույնպես մարդիկ շատ լավ հասկանում են եւ գանձեր են նորից այդ հարցին նախկին ներկա հայաստանցի ղարաբաղցի թալանողներ, թալանվողներ, դա արդեն չի աշխատում, որովհետեւ 8 տարի իշխանություն ունեցող ուժը չի կարող շարունակել այդ նման թեզերով հանդես գալ։